Ադրբեջանի Գյանջա երբեմնի Գանձակ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը մասնակի վերածվել է հակահայկական եւ ռազմատենչ ցույցի, ստվերելով սպորտային միջոցառման խաղաղասիրական ոգին։ Բեմադրության մեջ օգտագործվել են խորհրդանիշեր, որոնք ուղղակիորեն առնչվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմին եւ դրա հետևանքներին։ Մասնավորապես ցուցադրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի հիշատակած Երկաթե Բռունցքի խորհրդանիշը, որը մարմնավորում է Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Սրան զուգահեռ բեմադրության մեջ իր տեղն է գտել նաև 44 թիվը, որպես հղում 44-օրյա պատերազմին, որն ուղեկցվել է թշնամու դեմ տարած հաղթանակի մասին խոսքերով։ Իրականում զավեշտալի կլիներ, եթե այդպես չլիներ, որովհետև Ադրբեջանի նախագահը անկախ նրանից, թե ինչ թղթի կտոր են նախաստորագրում կամ ինչ պաշտոնական հռետորաբանությամբ Հայաստանի իշխանությունը մեզ համոզում, որ խաղաղությունն է իբր, Ադրբեջանի նախագահը երբեք ոչ այդ փաստաթղթը ստորագրելուց առաջ, ոչ այդ փաստաթղթը ստորագրելուց հետո չի թաքցրել իր պլաները, իր դիրքորոշումը։ Ադրբեջանը չի դադարում նաև ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել, դրան զուգահեռ զորավարժություններ անցկացնել տարբեր երկրների զինված ուժերի հետ։ Գրեթե 4%-ով մեծացրել է հաջորդ տարվա իր ռազմական բյուջեն, ակտիվորեն զենքի գնման գործընթացի մեջ է։ Նման բեմականացումը ԱՊՀ շրջանակներում անցկացվող սպորտային խաղերի ժամանակ, որոնց հիմնական նպատակն է անդամ երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ընկալվում է որպես սադրիչ քայլ եւ հայերի արժանապատվության ոտնահարման քաղաքական շարունակություն։ Մասնագետների վկայությամբ այս ամենը փաստում է, որ պաշտոնական Բաքուն անգամ սպորտային հարթակներն օգտագործելով չի հրաժարվում Հայաստանի հետ լարվածության ու թշնամանքի պահպանման իր գործելավոճից։ Տեսնում ենք ինչ ինքնագոհ դեմքով է այդտեղ նստած Ադրբեջանի նախագահը կնոջ հետ եւ սիմվոլիզմը նրանում, որ Գյանջայից երեխաներ կան այդտեղ ներկա այդ բացմանը, որոնք ինչպես ներկայացվում է, դա պատերազմի ընթացքում այդ ռմբակոծված շենքերից կամ ծնողազուրկ երեխաներ են, այսինքն իրենք սիմվոլիզմը փորձում են ամենտեղ ներկայացնել եւ այս ամբողջ մոտակա 44 օրը մենք տեսնելու ենք, թե ինչպես են իրենք անընդհատ վերհիշեցնում 5 տարի առաջ տեղի ունեցողը, փորձում իրենց հասարակության մեջ նորից այդ էյֆորիան արթնացնել, այդ հաղթանակի զգացողությունը։ Հատկանշական է, որ Ադրբեջանը դեռևս ապրիլ ամսին պաշտոնական հրավեր էր ուղարկել Հայաստանին մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք խաղերին։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը հայտարարել էր, որ մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այդ թվում անվտանգային, սակայն Հայաստանն այդպես էլ չմասնակցեց այս միջոցառմանը։ Ընդ որում խաղերի անցկացման վայրերի ցանկում բացի Գանձակից եւ Լախից, Մինգեչաուրից եւ այլ քաղաքներից կազմակերպիչներն ընդգրկել էին նաև օկուպացված Ստեփանակերտը, թերևս ակնարկելու համար, որ հայերն այնտեղ կարող են լինել հյուրի կարգավիճակով։ ԱՊՀ խաղերը, որոնք ձևավորվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, նպատակ ունենալով պահպանել եւ զարգացնել անդամ պետությունների միջև հումանիտար եւ մարզական կապերը, մինչդեռ Ադրբեջանն այդ առիթն օգտագործում է ԱՊՀ խաղերի ոգուն հակասող տրամաբանությամբ, որևէ բարեկամական ժեստ կամ ակնարկ չհղելով անմիջական հարևանին։ Նարնե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։